Ծնողի վիճակը շատ վատ է, ինչ է պատմում հարևանը գետն ընկած աղջիկների մայրիկի մասին: Ինքը շատ ուշադիր ծնող էր, հիմա վիճակը շատ վատ ա: Իրենք էլ շատ վատ կարգավիճակում էին ապրում, վարձով էին ապրում: Փոքրը 3-րդ դասարան է փոխվել: Երբ այդ լուրը լսեցինք, շատ ապշած ենք: Իր քույրիկն ասաց, որ սպիտակ շոր է եղել Հաքին: Չգիտեմ ինչ ասեմ, մենակ աղոթենք, որ այդ երեխեքին բերեն իրենց ծնողին տան, նշել էր հարևանուհին: Երեխաների մորաքույրն էլ մեկ այլ բան է պնդում: Նա ասում է՝ երեկվանից մտածում էր, որ գուցե շներից են վախեցել ու ինչ-որ տեղ թաքնվել են: Շներից վախենալու վարկածն առաջ է բերում նաև երեխաներից մեկի դասընկերոջ մայրը, ում խոսքով հնարավոր է վախեցած լինեին ու ճանապարհը փոխեին, գնային գետի կողմով ու ընկնեին գետը, նշել էր երեխաների մորաքույրը: Լրագրողները զրուցել են գետն ընկած երկու անչափահաս երեխաների հայրիկի հետ: Նա նշել է հետևյալը՝ գործից եկել եմ տուն, զանգ եմ ստացել, իմացել եմ, որ երեխեքը չկան: Մի քանի րոպե սպասելուց հետո զանգել եմ կնոջս հեռախոսահամարին, երեխաս է պատասխանել, ասել է երեխեքը չկան, պապ: Տեղյակ ես, ասել եմ չէ: Ասացի, որ խաբար ստացա, ես կզանգեմ, քեզ կասեմ: Ես էլ չեմ սպասել, նստել եմ ավտոմեքենա, հետ եմ եկել, փորձում են գտնել: Ես ուրիշ բան չգիտեմ, ասում են Տրուբեքի վրայից են ընկել ցած: Ես հիմա Վարդաքարում եմ ապրում, ընտանիքիցս բաժան եմ եղել: News.am-ի հետ զրույցում նշել էր երեխաների հայրը: Նա նաև հերքել է համացանցում տարածվող այն տեղեկությունները, թե իրենք Արցախից են, պարզաբանելով, որ ինքը Շիրակի մարզի Վարդաքար գյուղից է, ամուսնալուծված է կնոջից և վերջինս երեխաների հետ բնակվում է Վանաձորում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ հունիսի 15-ին սկսվել են Վանաձոր քաղաքում 7-ամյա և 13-ամյա քույրերին Փամբակ գետում հայտնաբերելու աշխատանքները, որին միացել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակները, որոնց հետ են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ փրկարարական ջոկատների հրշեջ փրկարարները, որոնց աշխատանքը տեղում ղեկավարում է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, ժամը 21:50-ի սահմաններում մթության պատճառով դադարեցրել են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք վերսկսվել են այսօր՝ հունիսի 16-ին ժամը 8:00-ից: Հարազատ քույրերի անգամ հագուստները չեն գտնում, ինչ է պատմում աղջիկների մորաքույրը: Փամբակ գետն ընկած երեխաներից մեկը 7 տարեկան է, անունը Նար է, մյուսը Նարինեն է, 13 տարեկան: Հարազատ քույրերին ամեն օր մայրը ուղեկցում էր Օրան խնամքի կենտրոն: Երեխաների մորաքույրը Գայանե Խաչատրյանը ABC մեդիային պատմել է, որ նրանց մայրը նոր աշխատանք է գտել: Երեկ առաջին աշխատանքային օրն է եղել, չի ուզել բացակայի, երեխաները մենակ են գնացել: Այնտեղ դասապատրաստում էին անում, ժամը 2-ից 6 մնում, հետո գալիս տուն: Մենք իմացանք, որ երեխաները Օրան չեն հասել, սկսեցինք հետաքրքրվել ու սենց, պատմում է երեխաների մորաքույրը: Այս պահին միակ վարկածն այն է, որ երեխաները փորձել են կրճատել ճանապարհն ու գետի միջով անցնող խողովակով հատել գետը, ինչն էլ չի հաջողվել: Փրկարարները երեկվանից անգամ հագուստ չեն գտնում: Ըստ փրկարարներից մեկի՝ խողովակից ընկած մինչև Ալավերդիի հատված որոնողական ակտիվ աշխատանքներ են տանում: Վանաձորում են ապրում միայնակ մայրն ու 5 անչափահաս երեխաները: Օրան կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ առաջինը ավագ քույրն է նկատել, որ մյուս երկու քույրերը չկան, ապա ծնողի ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնություն են կանչել, դիմել են ոստիկանություն: Վանաձորի բնակիչներից մեկը պատմում է, որ խողովակի վրայով անցնելիս փոքր քույրն ընկել է գետը, մյուսն էլ փորձել է օգնել, ինքն էլ է ընկել: Հիշեցնենք, որ փրկարարներն այսօր վաղ առավոտից վերսկսել են անչափահաս աղջիկներին որոնողափրկարարական աշխատանքները: Քույրերը երեկ ժամը 14:00-ի սահմաններում ընկել են Փամբակ գետը: Հունիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և ջրասուզանը կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի և ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության
Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի, Հրշեջ փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ փրկարարներ, փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության բարեկային ծառայության, Լոռու մարզի գումարտակի պարեկները շարունակում են Փամբակ գետում երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, Հնփայկի ջրասուզակը առավոտյան 8-ից սկսել է գետում որոնողական աշխատանքները, սակայն գետը բավականին վարար է, իսկ մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները գետի ողջ երկայնքով գրեթե 40 մետր երկարությամբ շարունակում են որոնողական աշխատանքները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և արդեն դեպքի վայր են ժամանել վարչության պետ Էդվարդ Կարապետյանը, վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ։ Այս պահին որոնողական աշխատանքների վայր են ժամանել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Խորեն Բարխոյանն ու Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Մեզ մնում է հավելել, որ մինչև աշխատանքների ավարտը 3 երեխաների որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից միացել էին նաև մեծ թվով քաղաքացիներ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության բարեկային ծառայության, Լոռու մարզի գումարտակի 30-ից ավելի պարեկներ, գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մեհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սոքիասյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ, բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։ Լոռու մարզպետ Արմեն Մկրտչյանի հանձնարարականով մարզպետարանի մեծ թվով աշխատակիցներ նույնպես միացել էին որոնողական աշխատանքներին, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կարգադրությամբ քաղաքապետարանի մեծ թվով աշխատակիցներ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Իսկ մենք հավելենք, որ հունիսի 15-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության, Լոռու մարզային փրկարարական վարչությունը ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, ժամանել են Լոռու մարզային փրկարարական վարչության և Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։ Ժամանել են նաև Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ։ Այս պահին էլ մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է և կա ականատես, ով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։ Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում։ Պարզում են նաև, թե մոտակա տներից կորած երեխա կա, թե ոչ։ Գագիկ Շամչյանը 17-10-ի դրությամբ հայտնում էր, որ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են կորած երեխայի մայրիկին։ Պարզվել է նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ և հիմա երկուսն էլ չկան։ Այս պահին ցավոք կարծես թե հաստատվում է այն տեղեկությունը, որ 2 հոգի են ընկել գետը։ Լուսանկարները ներկայացնում է Գագիկ Շամչյանը։